Մենք վերադարձանք եւ արդեն պետք է ներկայացնենք մեր հյուրին։ Այս օրերին Հայաստանում է Արա Զարյանը, գրող Կոստան Զարյանի թոռն ու ճարտարապետ Արմեն Զարյանի որդին։ Որոտնավանքի միակ որմնանկարը հնարավոր է մինչ օրս էլ վերականգնված չլիներ, եթե 2011 թվականին այնտեղ չայցելեին վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը եւ որմնանկարներ վերականգնող Քրիստի Լամուրեն։ Երկրորդ եւ ամենածավալուն աշխատանքը Սմբատավանքում էր 5 տարի ամռան ամիսներին Արա Զարյանն ու Բելգուհի Քրիստինը վերադառնում էին Հայաստան մի քանի փուլով որմնանկարները վերականգնելու։ Բայց այսօր մենք խոսելու ենք Արա Զարյանի հիշողությունների, պապի մասին ու սիրուց դեպի հայրենիքը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, շնորհակալություն պարոն Զարյան, որ մեզ հետ եք, շնորհակալություն, ուրախ ենք ձեզ տեսնել հայրենիքում։ 2011 թվականին Որոտնավանքում եւ հետագա Լմբավանքում դուք կատարեցիք վերականգնողական աշխատանքներ, որմնանկարների, որքանով ձեր գեները, այսպես ասած, փոխանցված ձեր շատ հայտնի նախնիներից ազդեցին ձեր թե մասնագիտության ընտրության, թե հայրենասիրության վրա։ Դե իհարկե շարունակությունը այդ աշխատանքների եւ մշակույթի հայ պատմության մշակույթի իմ պարագայում ուրեմն ճարտարապետության հանդեպ իհարկե փոխանցվել է թե իմ պապու կողմից եւ մասնավորապես իմ հայրիկի կողմից, որովհետեւ իմ հայրիկը եղել է ճարտարապետ, ուստի ես տեսել եմ որքան է ինքը նվիրված նախ եւ առաջ այդ քայլը, որ ինքը արեց, հետևեց մեծ իրեն հորը, այսինքն իմ պապիկին 62 թվականին Կոստան Զարյանը տեղափոխվեց մշտական Հայաստան եւ 63 թվականին մենք ընտանիքով, այսինքն մենք մեծ ընտանիք էինք, հայրս էր, մայրս էր եւ 4 զավակներ։ Բոլորս եկանք, այսինքն դա ինձ համար եղավ այն նախասկիզբը, որ հիմք դրեց իմ բոլոր հետաքրքրությունները եւ ես սկսեցի շատ ավելի ուշադիր հետեւել, այսինքն պիտի հասկանայի ինչու են այդ ընտրությունը արել, որովհետեւ շատ բարդ ընտրություն էր այդ թվականներին, թողնել Իտալիայի նման մի տեղ, Հռոմ քաղաք, որտեղ մենք ամեն բան ունեինք, մենք լավ բնակարան ունեինք, հայրիկը լավ աշխատում էր, մայրիկը երեխաներով էր զբաղված, այսինքն ինքը չէր աշխատում, ոչ մի բան պակաս չունենք, այդպես ամեն ինչը թողնել եւ գալ Հայաստան, որը որ այդ ժամանակ այդ տարիներին հիմա ուրիշ է, բայց այդ տարիներին շատ մեծ տարբերություն կար, դա այդքան հեշտ քայլ չէր։ Ուստի հասկանալ այս ամեն ինչը եւ երբ որ ես կարողացա ըմբռնել, թե որն է ընտրության հիմնական նպատակը, այսինքն գալ հայրենի հող եւ մասնակից դառնալ բոլոր հիմնական աշխատանքներին իմ պարագայում, ուրեմն հայրիկը ճարտարապետ է, այսինքն ինքը բավականին կառուցապատում արել է Երևան քաղաքում, բացի դրանից ինքը եւ Իտալիայում է աշխատել, եւ Վիեննայում է աշխատել, եւ Մարոկոյում է նախագծել, այսինքն մեծ փորձառություն ունեցող գործունյա ճարտարապետ էր եւ քաղաքաշինարար։ Եվ ինքը երբ որ սկսեց Երևան քաղաքում կառուցել նաեւ իր նախագծերով տարբեր ուրեմն ճարտարապետական կոթողներ, ես հետևեցի իրեն եւ ընտրեցի, այսինքն գնացի Պոլիտեխնիկ ինստիտուտ, ընդունվեցի, սովորեցի այդ մասնագիտությունը եւ հետո այնպես ստացվեց, որ ուզում էի հայրիկին հետևել, այսինքն արդիական ճարտարապետության գծով, բայց այնպես ստացվեց, որ այն տարիներին հնարավոր չէր Երևան նախագիծ էր ինքը աշխատում այն ժամանակ այնտեղ ունենալ տեղ եւ որոշեցի ուրեմն գնալ պատմական ընթացքով, այսինքն ուսումնասիրել հուշարձանները եւ որովհետեւ մտածում էի, որ եթե ճարտարապետ պիտի լինես եւ պիտի նոր ճարտարապետություն կերտես կամ զբաղվես նոր ճարտարապետության նախագծումով, անպայման պետք է դու իմանաս քո պատմական ընթացքը, այսինքն հուշարձանները եւ պիտի լավ, այսինքն դա ժամանակի կորուստ չէր, ընդհակառակ դա շատ ավելի հետաքրքիր էր այդ բազան ունենալն ու դրա վրա հետո ես այնքան սիրեցի այդ գործը, մեր եկեղեցիները, չափագրություններ, հնագիտական պեղումներ, կոնսերվատիվ նախագծեր, վերանորոգում եւ այլն, որ այդպես մնացի մինչև խորհրդային միության փլուզումը, այսինքն մինչև 91 թվականին ես այդ ավարտելուց հետո ամբողջը զբաղվել եմ դրանով, այսինքն ես վերականգնող ճարտարապետ եմ մասնագիտությամբ եւ արել եմ 20-ից ավելի եկեղեցիների չափագրություն եւ վերականգնում։ Սա է։ Պարոն Զարյան, ինչպես է Կոստան Զարյանի թոռը լինելը ազդել ձեր աշխարհայացքի վրա, ձեր մասնագիտական ընտրության վրա։ Ազդել է իհարկե, որովհետև
անհասանելի մեծություն է ինձ համար եւ կարծում եմ ոչ միայն ինձ համար, շատ ընկերների հետ որ երբ որ խոսում եմ նա հսկա է, ասենք գրականության մեր պատմական ընթացքի մեր մշակույթի գրականության մեծերից մեկն է, ոչ միայն որպես բանաստեղծ գրող, այլև նաեւ որպես արվեստագետ, այսինքն ինքը նաեւ դասավանդել է տարբեր լեզուներով, այսինքն ես ուզում եմ ասեմ, որ միայն բանաստեղծ, միայն գրող չի, այլև ինքը մտավորական է եւ քանի որ ամբողջ կյանքը, այսինքն կյանքի հիմնական մասը ապրել է արտասահմանում եւ տարբեր երկրներում է ապրել, ճանաչել է այդ երկրների մշակույթը, պատմությունը, ծանոթացել է տարբեր մարդկանց հետ, սովորել է տարբեր լեզուներ, ինքը 8 լեզու գիտեր եւ տարբեր լեզուներով էր գրել նաեւ ոչ միայն հայերեն հետո ինքը որոշեց գրել պատրվակ կար շատ հետաքրքիր եւ այդպես բոլոր իրեն ստեղծագործությունները, բոլոր իրեն վեպերը, բանաստեղծությունները հետո հայերենով է գրել, բայց միայն հայերենով չի գրել, նա գրել է ֆրանսեր առաջին հերթին ռուսերենով, իր առաջին բանաստեղծությունը, որտեղ իրեն մայրենի լեզուն, իրեն կրթությունը եղել է ռուսերեն, հետո անցել է ֆրանսերենի, հետո հասկացել է որ պիտի հայ ես, ուրեմն հայերեն պիտի, որտեղ ինքը ասում էր լեզուն արյուն է, այսինքն դու արյունը չես կարող փոխել, ուրեմն լեզուն չես կարող փոխել, պիտի սովորես վերապատրաստվես եւ օգտագործես քո մայրենի լեզուն, որպեսզի քո արտահայտչաձևերը լինեն շատ ավելի կարեւոր եւ հասկանալի։ Սա շատ բարդ եւ տարօրինակ ես նույնիսկ ասեի ընտրություն է, որովհետեւ եթե դու հայերեն ես գրում, նշանակում է քո ընթերցողը հայ է։ Սփյուռքում մենք շատ լավ գիտենք, որ նույնիսկ այն թվականներին, երբ որ ինքը աշխատում էր, երբ որ ինքը գրում էր, բոլոր Սփյուռքի բոլոր օջախներում չէ որ հայերենը օգտագործվում էր եւ կարդում էին։ Խորհրդային Հայաստանում առավել եւս բարդ էր, որովհետեւ ինքը համարվում էր ոչ խորհրդային Հայաստանի գրող, այսինքն այստեղ էլ չէին հրատարակում, չէին գրում։ Ուստի ինքը այդ բոլոր բաները գիտեր, բայց որոշում է հայերեն գրել։ Ում համար։ Հայերի համար, այսինքն մեզ համար, հայության համար։ Չնայած այս բոլոր բարդություններին ինքը այդ որոշումը կար, այսինքն սա շատ պատասխանատու է եւ ի վնաս իրեն է եղել, որտեղ եթե ինքը իրեն բոլոր գործերը, նույնիսկ հայկական թեմաներով արված, որ ինքը մենք գիտենք Նավալերան վրան, Բանկոպը, Ճամփորդը, բոլոր այդ պատմավեպերը, եթե ինքը գրեր ֆրանսերենով, ինքը ըստ երևույթին կդառնար եվրոպացի կամ ֆրանսիացի հայ ծագումով ֆրանսիացի նշանավոր գրող, բայց ինքը այդ ընտրությունը չի արել, ինքը ի վնաս իրեն է արել ընտրություն, բայց ինքը զգացել է այդպես։ Այնպես որ այդ բոլոր բաները հասկանալով իհարկե ես փորձել եմ հետևել այս ամեն ինչը եւ անել այն ինչ որ ես կարող էի անել, այսինքն ճարտարապետություն վերականգնում պատմական ընթացք եւ հետո բախտ վիճակվեց պատահաբար, որտեղ ես ճամփորդություններ եմ շատ արել, մի ժամանակ անում եմ հիմա ավելի քիչ, որպեսզի կապս հաստատ մնայուն Հայաստանի հետ ես մշակութային բաներ եմ կազմակերպել, ճամփորդություններ։ Այսինքն իտալացիներին պես դասախոսություններ, խմբեր եմ հավաքել եւ Հայաստան եմ բերել, դա ինձ հարկավոր էր, որ կապս ուրեմն եւ հետո շատ սիրում եմ, որ իտալացուն պատմել Հայաստան, այսինքն ինչ է Հայաստանը, որոնք են արժեքները, չէ՞, ելնելով իհարկե ճարտարապետական արժեքներից։ Ուստի այդպես գնալ-գալով ծանոթացել եմ Քրիստին Լամուղեի հետ, որ ինձ մի ամբողջ աշխարհ է բացել, որ ես գիտեի, բայց երբեք չեմ զբաղվել դրանով, դա որմնանկարչությունն է, իհարկե Իտալիայում ես գիտեմ, որ ցանկացած եկեղեցի եթե մտնես կամ պալատ եւ արտաքինից եւ ներսից դու կարող ես տեսնել մեծարժեք որմնանկարներ, այսինքն դա բնական է, նորմալ է Իտալիայի համար, ոչ միայն Իտալիայի համար իհարկե, բայց Հայաստանում երբ որ ես սովորում էի կամ երբ որ մենք գնում էինք կամ երբ որ մենք ուսումնասիրում էինք եկեղեցիները, մեր դասախոսները ոչ ոք չի անդրադարձել որմնանկար կամ եթե անդրադարձել է որմնանկարներին, ասել է որ դա ընդհանրապես հայկական մշակույթին այդպես հարազատ բան չի,
այնտեղ Վրաստանում կա, բյուզանդական աշխարհում կա, ռոմանական աշխարհում կա, Ֆրանսիայում եւ Հայաստանում ավելի շատ ուրեմն արտահայտչած ձևերը դա քարի ճարտարապետությունն է, ստվերի։ Մենք որմնանկարին այդպես չենք ուսումնասիրել, չենք զարգացել եւ դրա համար չի ուսումնասիրել խորհրդային ընթացքում, խորհրդային շրջանում եւ ոչ մի վերականգնում գրեթե չի եղել, բացի ասենք Դուրնովոյի շրջանից 60-ական թվականներ եւ այդպես որ մի անգամ եկա եւ այդ խումբի մեջ կար վերականգնող մասնագետ, որ հետո ես իմացա, որ ինքը վերականգնող է եւ այդ ոլոտնավանքը, որ դուք ասեցիք, այդտեղ սկսվեց։ Դա 11 թվականին էր, հա, 2012 Եվ այդպես վերադարձանք ինքը ինձ ասեց, բայց ոլոտնավանքում այնտեղ փոքր միջոր որմնանկար կա, շատ գեղեցիկ այդպես հրեշտակի նման մի կերպար կա կենտրոնում, մի թևը բացած, զոդիակի նշաններ, կապույտակ երկինք, աստղեր, շուտես բաներ ա պատմում, ես էլ ինչ-որ բան հիշում եմ, բայց չեմ հասկանում ինչի մասին է խոսում։ Նայեցի գրականություն, ոչ մի բան չկա։ Ինքը լուսանկարներ էր արել, ինձ ցույց տվեց, ասի, հա, ճիշտ է, ես այնտեղ աշխատել եմ, բան, այդպեսի բան հիշում եմ։ Ու կարծեցի այդքանով պիտի բավարարվի, ասեց, իսկ կարելի է գնալ, ես իմ միջոցներով ուզում եմ, կարող եմ գնալ եւ այդ շատ քիչ գործ կանելու, պահեմ դա, այնպես անեմ, որ չթափվի մնա, ասենք ամրացնեմ, վերականգնեմ։ Փորձեցի հետաքրքրվեմ նախարարություն, թույլատրություն, նախագիծ, բավականին բարդ բաներ, բնականաբար այդպես էլ պիտի լինի, ճիշտ է։ Գնացինք ու արեցինք։ Ես կարծեցի, որ այդպես, ոնց որ ասում են սիրտը կպել էր, ուզում էր ինչ-որ լավ բան աներ, հա, արեց, եւ դրանով ավարտվեց, բայց հետո ես որ գնացի, ես սկսեցի ուրիշ աչքով մտնել եկեղեցի եւ ոչ միայն ճարտարապետությունը նայել, հմայվել եւ այլ գտնել ծվաղի կտորներ, գույներ, ինչ-որ բան կա, թե չէ՞ էլի այդ հասպարիզում տեսա որ գնացինք Լմբաթավանք, ինչպես դուք ասեցիք, Սուրբ Ստեփանոս նախավկայի եկեղեցին, այնտեղ որ ես մտա, տեսա այդ բաները, հասկացա, որ սա շատ հետաքրքիր եւ բավականին հին պետք է որ լինի։ Ես բան չգիտեի դրանց մասին, տեղեկություն չունեի։ Էլի ուսումնասիրություն, էլի կարդալ, էլի բան գրեթե ոչ մի բան չգտա։ Լուսանկարներ արեցի, ուղարկեցի Քրիստինին, որ վերադարձա։ Քրիստինը նայեց, հետո ինձ զանգում ասում դու խենթես, դու ես սա ինչ է։ Սա հսկայական արժեք է, սա երևի 7-րդ դարի ու սկսում է բաներ ինձ պատմել, թե ինչ է տեսնում բան, որտեղ դե ինքը մասնագետ է, գիտի, հասկանում է, ինքն է ինձ բացատրում, թե Լմբաթավանքում ինչ որմնանկարներ կան, որոնք են դրանց արժեքները, չէ՞։ Ու հետո այդպես միասին գնացինք, նայեցինք, ասի չէ Քրիստինե, սա բան չի։ Նա փոքրիկ բան էր, որ արեցինք, որ սա բավականին մեծ, ծավալուն եւ պատասխանատու եւ հետո հասկացանք, որ 7-րդ դարի, այսինքն եկեղեցուն ժամանակակից է, երբ որ եկեղեցին կառուցվել, վերջացվել է, ուրեմն նկարազարդել են։ Ու այդպես 4-5 տարի գնացինք, եկանք արձակուրդների ժամանակ ու ամբողջը արեցինք ու գիրք հրատարակեցինք, շատ ինձ կարծում եմ, որ լավ է ստացվել։ Ամբողջ ուրեմն բաները, պատկերազարդումները մեկնաբանել ենք եւ նաեւ աշխատանքն ենք ներկայացրել, փուլապուր ամեն տարի գնացել են ինչ գործ ենք արել, ինչ նյութերով ենք արել, ինչպես ենք աշխատել։ Այս այդ ձեռնարկի նման բան ստացեց, որ կարծում եմ, որ դերևս օգտակար է երիտասարդ մասնագետների համար այդ բնագավառում։ Շնորհակալություն։ Պարոն Զարյան, դուք այստեղ գիրք ունեք Կոստան Զարյանի հետ կապված, այ խոսենք նաև այս գրքից, նոր հրատարակչություն։ Այո, սա դե կողբ հիմնադրամը անցյալ տարի փետրվարի 8-ին 2 օր առաջ, 3 օր առաջ շատ գեղեցիկ նախաձեռնությամբ ուրեմն նշեց Կոստան Զարյանի 140-ամյակը եւ հայտարարեց, որ ամբողջ տարին պետք է նվիրված լինի Կոստան Զարյանին, այսինքն իրենք հանձն առան հրատարակել, ծանոթացնել, տարբեր մշակութային ծրագրեր անել, մենք արդյունացել ենք հյուրընկալել նրանց եւ խոսել։ Հա, գիտեմ, տեսել եմ, այո։ Այսինքն շատ շնորհակալ եմ իրենց, որ իսկապես որպես մասնավոր հաստատություն, ընկերություն հիմնադրամ, այսինքն ոչ պետական կազմակերպություն է, չէ, որքան ես գիտեմ, իրենք հանձն են առել եւ բավականին նաեւ ֆինանսական մեծ ներդրումներ են կատարել, որովհետեւ կատակ բան չի, 10 ֆիլմ են նկարել, հիմա շատ գեղեցիկ ցուցահանդես կա,
Իգիթյան կենտրոնում, գիրք են հրատարակել, այսինքն գործունեությունը շատ մեծ է, համերգային ուրեմն բաներ ունեն, մրցանակ պիտի ստեղծեն, Կոստանդինոսյանի անվան մրցանակ, ասենք շնորհալի երիտասարդներին, մի խոսքով ծրագրերը գնում են առաջ եւ դեռ չկա, այսինքն ունեն դեռ ծրագրեր առաջ տանելու եւ այդ առիթով ես ուղղակի այս գիրքն եմ բերել, որ Կոստանդինոսյանի վերջին գիրքն է, Սպանյան է։ Սպանյան իրեն հրաշալի գործերից մեկն է։ Ինքը ուրեմն երրորդություն է պատրաստել, 3 եռագրություն եւ պատրաստում էր գրել Սպանիա, Միացյալ Նահանգներ եւ Հայաստան։ Երկուսը ինքը գրել է, առաջինը Սպանիան է, 35-36 թվականներին ինքը ուրեմն Իսպանիա է գնացել, ուսումնասիրել է այդ քաղաքը, իսպաներեն է սովորել, Ունամունոյի հետ է ծանոթացել, ուրիշ գրողների հետ, նկարիչների հետ, եւ ուրեմն գրել է Սպանիան, հետո Միացյալ Նահանգներ է գնացել, Հայաստանը ըստ երևույթին ինքը որպես Հայաստան այդ վերնագրով չի գրել, բայց երևի նավը լեռան վրա կարելի է համարել, որ դա 3 հատորների վերջինն է, այսինքն նավը լեռան վրա Միացյալ Նահանգներ եւ Սպանիա։ Աշոտ Փափազյան շատ հետաքրքիր եւ երիտասարդ թարգմանիչ է, ինքը ֆրանսիահայ է, հիմա տեղափոխվել է Երևան եւ ֆրանսերենի ամենալավ մասնագետներից մեկն է, որպես թարգմանիչ։ Աշոտ Փափազյանը թարգմանել է եւ հրաշալի է թարգմանել։ Ես ֆրանսերեն ցավոք սրտի չգիտեմ, բայց իմ քույրերը Սիլվար Թևանայիսը, որ Կանադայում են երկար տարիներ ապրել, դե Կանադան գիտեք, կիսով անգլերեն է, կիսով ֆրանսերեն է։ Մեկ անգլիական մասում էր ապրում, մյուսը ֆրանսիական, երկու լեզուն էլ բավականին այդպես լավ տիրապետում են։ Եվ Իմիջալը Սիլվարը մեծ քույրս, երբ որ պիտի բաներ գրի եւ բաներ է գրում եւ շատ հետաքրքիր, ինքը անգլերենով է գրում, որովհետեւ համարում է, որ դա ավելի հրազատ է իրեն որպես լեզու եւ ինքը կարող է լավ արտահայտվել։ Իրենք ասեցին, որ կարդացել են եւ իրենք հիացած էին թարգմանությամբ, որովհետեւ դե հայերենը գիտեն, կարդացել են եւ պիտի հայմատես որ ասես։ Իսկապես շատ եղեցիկ գործ արել։ Թադեյ բանն է, հրատարակչատունն է Մարսելի եւ այստեղ հետաքրքիր մի բան կա, որ մենք առիթը ճուզեցինք բաց թողնել 140-ամյակը եւ ասեցինք ինչպես անենք, որպեսզի ինչ որ ձևով մասնակից լինենք այս թարգմանությանը։ Այդ թարգմանությունը միջալս նոր հառաչում տպվեց, մոտ 1 տարի կտոր այդպես առանձին տպվեց։ Հետո որ ավարտվեց, մտածեցինք դա իհարկե Սեդա Անանյանի շնորհքն է, իրեն պիտի շնորհակալ լինեմ։ Ինքը ասեց, արա, այս ամբողջը արդեն թարգմանվել է մաս, ամբողջը հավաքենք, առանձին գրքով ասենք։ Ասի շատ լավ կլինի, ով պիտի անի, ինչ պիտի անի, եղավ, ստացվեց հիմա սա է։ Եվ թորները որոշեցին մաս կազմել սրան, ինչ արեցին։ Սիլվարը գրել է այստեղի նախաբանը եւ շատ հետաքրքիր նախաբան է գրել, իսկ Անայիսը մյուս քույրս արել է կենսագրական մասը։ Եվ դրել է կենսագրության մեջ շատ հետաքրքիր նորություններ նաեւ, իսկ ծորը, այսինքն իմ տղան Մարտինը արել է այս շապիկը։ Այսինքն թորներով, ծորներով մենք ձոն ենք, շնորհակալ ենք եղել մեր պապիկին եւ ուրեմն մասնակից ենք դարձել այս հրատարակության առիթով։ Պարոն Զարյան, շատերը բանաստեղծին, ինչպես դուք քիչ առաջ նշեցիք, մեծությանը ճանաչում են թե իր գրքերի, իր ձեռագրերի, իր գրչի շնորհիվ, բայց շատ քչերն են նրան ճանաչում իր գրասեղանից դուրս այն կողմ։ Կպատմեք որևէ հետաքրքիր պատմություններ, ինչ եք հիշում նրանից։ Որոշ բաներ իհարկե հիշում եմ, դե ես փոքր եմ եղել, այսինքն 63 թվականին, երբ որ մենք հասանք տեղափոխվեցինք Հայաստան, Հռոմից, ես 7 տարեկան էի, այսինքն առաջին դասարան եմ գնացել, դե 7 տարեկան 7-9 այդպես քիչ ես հիշում, բայց երբ որ ինքը արդեն հասուն մարդ էր եւ 69 թվականին մահացավ, ես օրինակ այդ թաղմանը եղել եմ, ես ինձ տարել ես հայրիկին ասել եմ ուզում եմ գնամ, որովհետեւ արդեն որոշ շփում ունեցել եմ իմ պապիկի հետ եւ ես ասենք 12-13 տարեկան այդ հասակում այդ հիշողությունները ունեմ, դրանք պահպանվել են։ Դրանից առաջ չէ, որովհետեւ փոքր եմ եղել եւ հետո չեմ հասկացել ում հետ գործ ունեմ։ Ես այդ 7 տարեկանին չիմանայի, որ հսկա պապիկ ունեմ, չէ, հզոր մեծ եւ իմաստուն։
Այնպես որ կան, մենք նույն շենքում էինք ապրում, մեզ ուրեմն Հայաստանի կառավարությունը առանձնացրել էր երկու բնակարան, Աբովյան 17 փողոցի վրա է, որտեղ հիմա կաթողիկ է, մենք ասում ենք կաթողիկեի բակում եմ ես մեծացել, այդպես է ստացվում, բայց այն ժամանակ, երբ որ ակադեմիան կար, լեզվի ինստիտուտը, երբ որ փակ էր, եւ թաքցված էր, չէ, եկեղեցին։ Անցնում էր, եթե չգիտեն, նույնիսկ գմբեթներ չէր երևում, այնպես էին արել, որպեսզի չքանդեն, չէ, այդպես պահպանվել էր։ Հետո հիմա մենք գինենք բոլորս դա քանդեցին, սարքեցին մեծ մի հատ եկեղեցի, ինքը դարձավ այդ ամբողջ անսամբլի մի մաս։ Ես այդ բակում եմ մեծացել եւ պապիկը ուրեմն ապրում էր այդ նույն շենքի 17 շենքի երկրորդ մուտքի 3-րդ հարկում, մենք ապրում էինք առաջին մուտքի 5-րդ հարկում։ Այսինքն իմ մարզանքները ամենօրյա 5 հարկի ճիճներն էր, դե քանի որ փոքր էի, արագ էի վասում բան եւ այլն, ինչ որ պետքներ ես պիտի տանեի, այսինքն մայրիկը պատրաստում էր եւ ճաշի, լվացքի, մաքրության, մի խոսքով ամբողջ այդ բաները մայրիկս է արել իմիջայլոց, ինքը նայել է իր ընտանիքին, այսինքն ամուսինը 4 զավակներ եւ այն կողմի վրա էլ ուրեմն պապիկ, այսինքն ժամանակ չուներ անցկացնել եւ մանավանդ այնպիսի պայմաններում, որ ջուր չկար, չկար, վերջը շատ դժվար էր։ Ու ես այդպես վազում էի, 5 հարկի ճնում էի, բարձրանում էի 3 հարկ, ինչ որ բան պետք էր տանել, 3 հարկի ճնում էի, բարձրանում էի 5 հարկ եւ գնում էի գնումներ էի անում։ Դա այդ գնալ գալով իհարկե շփվել եմ ես։ Դե հետո որ մեծացա, գնացի եւ հետո արդեն սկսել եմ խոսել։ Իհարկե հայերեն եմ խոսել, ինքը շատ լավ իտալերեն գիտեր։ Իմիջիայլոց մայրիկիս հետ, մայրիկս գերմանուհի է, Վեստվալիայից, այսինքն Բոխումում, ոչ Գեդերի կողմից, այլ Արևմտյան Գերմանիայից էր։ Եվ մայրիկը գալիս էր, ասենք, տունը մաքրելու կամ նայելու, հավաքելու հզգեստները, պահարանը, մի խոսքով կանացի կանակին շենանում է։ Բոլոր բաները պիտի անեն, չէ, ուզես չուզես դա է։ Իրենք ես երբ որ ներկա եմ եղել, ես հիշում եմ, իրենք երկուսով մայրիկս եւ պապիկս գերմաներեն էին խոսում։ Եվ ինքը շատ լավ գերմաներեն էր խոսում, որովհետեւ Վիեննայում ինքը բարբերաբար գնացել եւ ապրել է, տուն ուներ այնտեղ։ Իրեն մեծ տղայի զավակները Վիեննայում են ապրել, այսինքն հիմա թորը Վիեննայում է ապրում, այսինքն Վիեննայի հետ կապված բան կա եւ Վահեի, այսինքն իմ հորեղբոր կինը հայ է, բայց Վիեննայի հայ, այսինքն ինքը ամուսնացել է Վիեննայում, ապրել է պապիկը, այսինքն հայրիկը գնացել եւ հանդիպել է իրեն հաճախ այցելել է, ուստի գերմաներենը ինքը շատ լավ գիտեր եւ խոսում է եւ միջավայրն էլ գիտեր, այսինքն գերմաներեն, բայց Ավստրիայի գերմաներենը։ Այդպես օգնել եմ, գնացել եմ, խոսել եմ եւ մի հետարքիր եւ ես կարծում եմ, որ դա ամենա լավ բանը, որ ես կարողացել եմ անել, պապիկի հետ շփվելուց, ուրեմն ինքը ուներ 2 հատ հիշում եմ մագնիտոֆոն, ձայնագրիչ, Philips մարկայի այն ժամանակ չկար, մոտավորապես այս գրքի չափի, պես երկար բարակ բաներ էին, այդ կոմպակտ կասետով։ Պապիկ ինձ խնդրեցի, դե ինքը երաժշտություն էր լսում, որտեվ շատ էր սիրում, ինքը ռադիոն էր։ Հա, ինչ երաժշտություն էր սիրում։ Երաժշտություն, դասական երաժշտություն, իրեն ձայնապնակների մի մասը մինչև հիմա ես ունեմ, հետո հայրիկը հավելա Վիվալդի, բարոկո երաժշտություն, Մոցարտ, Բեթհովեն, Չայկովսկի, այսինքն դասական ամբողջ երաժշտական աշխարհը ինքը շատ էր սիրում եւ սիրում էր նաեւ ջազ, որոշ ջազի բաներ ունեմ ես հարած կոմպակտ կասետների վրա։ Մի խոսքով ես պապիկին խնդրում եմ, դա վերցնում եմ, որ ես էլ լսեմ, դե երիտասարդ եմ, բան։ Հետո տեսնում եմ, բան միկրոֆոն կա այնտեղ, ասում եմ, փորձեմ տեսնեմ, եթե կարողանամ ձայնագրել։ Դե այն ժամանակ ամեն ինչը նոր էր։ Հիմա ասում եմ, երևի երիտասարդները պիտի ծաղիկ, ասեն, ինչ է, հեռախոսով ձայնագրեմ, թե վերջացավ, չէ՞։ Բայց այն ժամանակ այդպես էր, այսինքն հազվադեպ ինչ որ բան էր, մագնիտոֆոնը ձեռքս ընկել, չէ՞։ Տարել եմ դպրոց, սկսել եմ ձայնագրել, բան դասախոսներին, երեխաները, տղաներով դասարանով հավաքվում ենք, լսում ենք, թե ինչ դասաբան է։ Մտքովս անցավ եւ շատ լավ, ասի փորձեմ պապիկին ձայնագրել։ Ուրեմն գնում եմ մի օր, բան եմ անում, հանցն եմ առնում, գնում եմ մոտ, ասում եմ պապիկ, այս դու այդ բանաստեղծությունների բան որ ունես, գիտեմ որ հայտնի է, կարդա, ես փորձեմ ձայնագրեմ, տեսնեմ կարողանում եմ ձայնագրել, թե չէ, 3 կոճակը սեղմեցի, մակինա բանը դրեցի այնտեղ, ասի պապիկ վերցրու, գիրքը վերցեց ու սկսեց կարդալ իրեն գրած բանաստեղծությունները։ Շեղ միացրեցի,
ու գնաց։ Ու գնաց ու այդպես մի կասետ արեցի, հետո եկա բան եւ մի խոսքով մի լրիվ կասետ 2-3 կա, չէ։ Այո։ Կարծեմ 90 րոպեանոց էր թե ինչ էր։ Այդպես ձայնագրեցի, մնաց այդպես գնաց ու ես մոռացել եմ հետո այս ցուցահանդեսի բանի հետ կապված ինձ հարցնում են վիդեո ունես, ձայնագրություն, ձայնը կա, վիդեո, ինչ կա էլի այդ մարդուց բացի ասենք գրքերից, ինչ որ ուրիշ բան կա։ Ես էլ հիշեցի, ասի գիտեք, մի հատ գնացի, փնտրեցի, բան գտա, մի հատ էլ հին մագնիտոֆոն ունեի, դրեցի մեջը, սեղմեցի գնում եւ լսեցի, բայց շատ վատ իհարկե որակ էր, որովհետեւ այնտեղ միկրոֆոն շարժել գալ, ահա որ ձայներ կային ներսում։ Արդյոք վերականգնել հնարավոր չէ։ Վերականգնել հիմա վերականգնել։ ես Սոնային ուղարկեցի Վերդյան, ինքը ինքնից խնդրեց։ Այո։ Ֆիլմի մեջ օգտագործել են, եթե ֆիլմաշարը տեսեք, ամեն ֆիլմ սկսվում է մի ոտանավոր կա, իրեն ձայնն է, հետո գնում է ֆիլմը։ Եվ ցուցահանդեսին էլ իրենք վերականգնեցին, ես ուղարկեցի մի մասը իհարկե, ու ամբողջը վերականգնեցին ձայնայինը, հիմա բավականին լավ որակի է միջալոցը։ Ես չէի սպասում, որ կարելի է այդպես անել, դե հիմա այդպիսի գործիքներ կան, ես չեմ տիրապետում, բայց իրենք արեցին։ Հիմա եթե ցուցահանդես գնաք, այդ ցուցահանդեսում կա այդ ձայնագրությունները, այսինքն դուք մտնում եք իրեն հետնախորք են արել եւ կարող եք նկարները նայել, լուսանկարներ, իրեն նկարները բան եւ ձայնը այդպես լսել։ Այնպես որ երևի իմ ամենալավ բանը, որ կարողացել եմ անել, շատ գիտակից չեմ եղել, բայց այդ ձայնագրությունը ստացվել է անել, հա։ Մենք անսահման ուրախ ենք, որ այս առավոտ մեզ հետ եք։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողին, մեր տաղավարում էր այսօր բանաստեղծ գրող Կոնստանտ Զարյանի թոռը Արա Զարյանը, ճարտարապետ Արմեն Զարյանի որդին, նույն ինքը ճարտարապետ Արա Զարյանը վերականգնող, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք անցնենք առաջ եւ ինչ է հիմա սպասվում, գովազդ է սպասվում, գովազդ Շանթի եթերում։